Ամանորի շունչը հասել է ոչ միայն քաղաքներ ու տներ, այլև զորամասեր։ Ուսումնական զորամասում այս օրերին տիրում է տոնական մթնոլորտ։ Զինծառայողները սեփական ձեռքերով են զարդարում տոնածառը, ստեղծելով ամանորյա տրամադրություն եւ սահմանելով հաջորդ տարվա նպատակները։ Չնայած պատրաստվում ենք քննություններին, բայց քննությունների համատեղ նաեւ պատրաստվում ենք ամանորին, զարդարելով մեր զորամասը, մեր գումարտակը, մեր վաշտը։ Ցանկանում եմ 2 տարի պատվով եւ արժանապատվությամբ ծառայել հայրենիքիս եւ անցնել հետագա պլաններիս։ Ուզում եմ ավելի շատ օգուտ տալ հայրենիքիս։ Մյուսներին ցանկանամ զինված լինել հավատքով եւ համբերությամբ։ Ծառայության խիստ ռեժիմի մեջ անգամ ամանորն այստեղ ունի իր հատուկ տեղը։ Յուրաքանչյուր լույս փոքրիկ հիշեցում է տան, ընտանիքի ու սպասվող նոր տարվա մասին։ Յուրաքանչյուր նոր կախվող խաղալիք նոր նպատակ է, որ իրականացնելու են հայրենիքին պարտքը տալուց հետո։ Ես ցանկություն եմ ծառայությունս շարունակելու, որպես արդեն սպա, հայ ազգի իսկական զինվոր ու հուսամ գալող տարին կնպաստի իմ երազանքի առընթացին։ Միջ բանա գալը, երբ ընտրում էի մասնագիտություն, մտածում էի շարունակել ծառայել թե ոչ, սակայն 1 ամիս ծառայելով այստեղ որոշեցի ծառայությունս նաև շարունակել հետագայում։ Կանոնակարգված առօրյային տղաները հեշտ են հարմարվել, ասում են շատ ջերմ ընդունելության են արժանացել։ Առաջին օրվանից շրջապատված էի լավ մարդկանցով, լավ միջավայրում, որտեղ շատ դժվար է չհարմարվելը, շուտ եմ ընտելացել։ Յուրահատուկ դեպքեր շատ են եղել, կոնկրետ մեկը չեմ ուզում առանձնացնել, բայց մի քանիսը օրինակ որ գնում ենք կրակայինի ամբողջ վաշտով գնում ենք այդ ճանապարհը, մարդկանց ձեռքով են անում, ողջունում են, ով ինչ կարողանում էր պարտաներից տալիս են մեզ, այլ որ ֆիզիկական տվյալները բարելավում են, ես զգացել եմ իմ վրա քննությունների պատասխաններում, իմ համար մեծ նշանակություն ունի, հիշողություն է։ Ուսումնական զորամասում տոնական օրերին եւս շարունակվում է կրթական գործընթացը։ Օրեր անց տղաները կտեղափոխվեն նոր զորամասեր, այնտեղ շարունակելու հետագա ծառայությունը։ Շատ եմ մտածել այդ առումով, ճիշտ ասած, այս 5 ամսվա ընթացքում հասցրել եմ հասկանալ, թե ինձ ինչ է սպասվելու այնտեղ։ Միշտ ամբողջական պատկերը չեն կարող ունենալ, բայց ինչքանով որ այստեղ անցել եմ, նույն բանն էլ պետք է որ այնտեղ լինի, այստենց եմ մտածում, նույն վերաբերմունքի սպաների կողմից նույն տղաները Իշտա փոփոխություններ լինելու են, բայց այստեղ գալով մենք արդեն սովորել ենք փոփոխություններին, որ պետք է հարմարվենք ինչքանով որ հնարավոր է այդ ու ժամանակ ավարտելու այդ ամեն ինչը դրա համար այսպես ասած շատ չենք ցիկլվում այդ ամեն ինչի վրա, որովհետև գիտենք որ մեր պարտքն տալիս ենք ու վերադառնալու ենք մեր տները շուտով։ Արդեն ընկերներ դարձած տղաներից ոմանք մյուս զորամասում եւս ծառայությունը միասին են անցկացնելու։ Իմ ընկերներն են, ոմանց հետ իմի աշտում եմ ծառայում, ոմանց հետ դրսից եմ ճանաչում, ծանոթացել ու կարծիքով հեշտ կլինի, շատ չենք, բայց պետքա որ հեշտ լինի մեր իրար հետ լինելը։ Հաջորդ տարվա համար պահվող նպատակներն ու երազանքները տարբեր են, բայց մի բան նույնական է բոլորի մոտ։ Ամենաառաջինը կցանկանամ որ միշտ խաղաղություն լինի։ Խաղաղությունը ամենակարևորը։ Կմաղթեմ ուղղակի որ լինի խաղաղ երկինք ու բոլորը անփորձանք վերադառնան իրենց տները։